Բարև ձեզ հարգելի բարեկամներ, սկսում ենք մեր հաղորդաշարը, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, այսօր ուզում եմ խոսել չլուծվող ճարպերի մասին, դուք դրանից շատերը կամ ընդհանրապես տարբեր հիվանդությունների համար, երբ դիմում եք բժշկի եւ կատարում են հետազոտություններ, այրան անալիզ եւ այլն, երբեմն ասում են, որ տրիգլիցերիդները բարձր են։ Տրիգլիցերիդները եռագլիցերիդ հայերեն, դրանք չլուծվող ճարպերն են։ Ճարպը դա գլիցերինի եւ ճարպաթթուների բարդ եթերներ են, որը շատ անհրաժեշտ է, այսինքն հանդիսանում է բջջի անբաժանելի բաղադրիչներից մեկը, որը եւ մասնակցում է նրա մեմբրանայի, այսինքն բջջի թաղանթի կառուցվածքին։ Ճարպերը ենթարկվում են տարալուծման, այսինքն ճարպային նյութափոխանակությունը կատարվում է աղեստամոքսային համակարգում։ Աղեստամոքսային համակարգում ճարպերը ճեղքվում են, վեր են ածվում ճարպաթթուների եւ այդ ճարպաթթուները ներծծում են, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար։ Բայց այդ գործընթացին անհրաժեշտ է խիստ կարևոր է նաեւ լեղաթթուները։ Իսկ լեղաթթուները լեղու հետ միասին լեղապարկից լցվում է 12 մատնյա աղու մեջ, քանի որ բոլոր գործընթացները կատարում են աղիներում եւ այստեղ տեղի ունենում ճարպերի ներծծումը։ Տրիգլիցերիդները դրանք աղիներում դժվար են տրոհվում, դժվար են հիդրոլիզի ենթարկվում եւ նրանց մի փոքր մասը մոնոգլիցերիդների ձևով առաջանում են մոնոգլիցերիդներ եւ ներծծվում է, իսկ մնացած մասը չի ներծծվում, քանի որ դրանք հանդիսանում են չլուծվող ճարպեր։ Աղիներում, երբ որ տեղի ունենում այս մարսման եւ ճարպերի փոխանակման, տրոհման գործընթացները, ապա ճարպաթթուները միանալով գլիցերինի հետ կամ մոնոգլիցերիդների հետ առաջացնում են, սինթեզում են տրիգլիցերիդ։ Տրիգլիցերիդները յուրահատուկ են, այսինքն հատուկ են տվյալ օրգանիզմին, մարդու կամ կենդանու։ Նրանք սինթեզվելով անցնում են լիմֆատիկ համակարգ, այնտեղից էլ ներծծվում են այրան մեջ եւ մասնակցում են այրան շրջանառությանը։ Երբ որ այրան անալիզը ցույց է տալիս, որ տրիգլիցերիդները այրան մեջ շատ են, ապա նշանակում է, որ դրանց պատճառը լինում են երիկամների լյարդի եւ նյարդային համակարգի հիվանդ վիճակներ, այսինքն նրանց գործունեության խանգարումը կամ արդեն առաջանում է աթերոսկլերոզ։ Որպեսզի եւ տրիգլիցերիդները, քանի որ չեն ներծծվում, ապա նրանք խոլեստերինի հետ միասին նստելով անոթների պատերին նեղացնում են անոթների պատերը, խանգարում են այրան շրջանառությունը, հյուսվածքների սնուցումը եւ առաջանում են օրգանիզմում տարբեր տեսակի հիվանդություններ եւ բարդություններ։ Հետևաբար, որպեսզի օգնենք օրգանիզմին, բնությունը մեզ ընդհանրապես տվել է մարդկությանը բազմաթիվ միջոցներ, որպեսզի օգտագործենք եւ օգնենք օրգանիզմում տրիգլիցերիդների տրոհմանը եւ ներծծմանը։ Այժմ ես դες կասեմ մի քանի բան, որ դուք օգտագործեք, օրինակ, քանի որ նա առաջանում է նաեւ նյարդային համակարգի խանգարումներից, ապա կարող եք վերցնել կեչուպ տերևներ, կատվախոտի արմատներ, կռատուկի արմատ եւ երիցուկի ծաղիկներ։
Այս բոլորը մանրացրած վիճակում, ոչ փոշիացրած, բայց լավ մանրացրած վիճակում խառնում եք եւ այդ խառնուրդից երեք ճաշի գտալ լցնում եք կես լիտր եղմաջրի մեջ, դանդաղ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք կես թեյի բաժակ, օրը 4 անգամ, շատ ցանկալի է, որ ուտելուց առաջ կամ քաղցած վիճակում։ Այրունը մաքրելու համար վերցնում եք խորդենու տերևներ, կաղնու կեղև, այրուն խմիչքի արմատներ եւ դարձյալ երիցուկի ծաղիկներ։ Այս բոլորը մանրացրած վիճակում դարձյալ խառնում եք, խառնուրդից 3 ճաշի գտալ կես լիտր եղմաջրի մեջ 10 րոպե եփում եք, սառելուց հետո քամում եւ խմում եք կես թեյի բաժակ, օրը 4 անգամ դարձյալ ուտելուց առաջ։ Լյարդը մաքրելու համար, լյարդը բեռնաթափելու համար, ուրեմն վերցնում եք սրոհունդը դա զվերաբույն է, եղինջ, սամիթի սերմեր եւ կտավաթի սերմեր։ Ցանկալի կլինի, որ վերցնեք այս պարագայում դարձյալ երիցուկ, որտեղ երիցուկը ճարպերի մարտման գործընթացում կարևոր դեր է կատարում։ Դարձյալ հավասար քանակությամբ վերցնում եք, խառնում եք մանրացրած վիճակում եւ պատրաստում եք նախորդի նման։ Հարգելի բարեկամներ, ձեզ առողջություն եմ ցանկանում, բայց ուզում եմ դարձյալ կրկնեմ իմ նախորդ հաղորդման մեջ ասածը, որ կեղծ տեսահոլովակներ են շրջանառվում ցանցերում, Facebook-ում, YouTube-ում եւ այլը, եւ իմ կամ մի ուրիշ բժշկի խոսակցությունը մեր ձայնը չի լսում, նրանք իրանց ձայնով ռեկլամ են անում ինչ որ քսուկներ, դեղեր եւ վաճառում են բնակչությանը։ Խնդրում եմ մի ընթառաջ գնացեք, դրանք բոլորը կեղծ են, ես բացարձակապես կապ չունեմ դրա հետ, նրանք խաբում են եւ ձեր գումարները ստանալուց հետո դուք ոչինչ չեք ստանա, զգույշ եղեք, ուզում եմ ձեզ ցույց տամ նաեւ իմ գրքերը, վերջում տպած իմ գիրքը Ալկամա, ինչպես գիտեք, շատ հրաշալի գիրք է, պարունակում է 170 տեսակ հիվանդություն, ունի իր քառալեզու բառարանը գրքի հետևում, հիվանդության նկարագիրը գրված է շատ համառոտ եւ տրված է լայն մասշտաբով, այսպես ասած, մեծ քանակությամբ բուժամիջոցներ, դեղատոմսեր, եթե ձեզ ինչ որ մեկը հասանելի չէ կամ չեք կարողանում օգտագործել, ապա կարող եք օգտագործել մյուսը եւ ունի իր բույսերի պատկերասրահը, որոնց տակ բույսերի գրած են 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը ունի նաեւ իր հավելվածը, որը հրաշալի բացատրում է նաեւ ժողովրդական բժշկության մյուս ձևերի օգտակարության մասին։ Մյուս գիրքը դա բժշկարան գիրքն է, որը վերահրատարակվել է 6 անգամ, այն պարունակում է 90 տեսակ հիվանդություն, դարձյալ ունի իր պատկերասրահը բույսերի 3 լեզվով գրած նկարների տակ, ունի նաև իր քառալեզու բառարանը, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է ավելի ընդարձակ եւ տրված են բուժումները ժողովրդական բժշկության մեթոդներով։ Սա իմ առաջին գիրքն է ռուսերեն, որը կոչվում է Լեչեբնիկ, դասագիրք է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, սա այսպես ասած էնցիկլոպեդիա է իրենից ներկայացնում։ Դա ձեզ առողջություն եմ ցանկանում, ի շնորհ հանդիպում։